Եվ ես իրան ասեի շանդակով, ու դա բեսնստած չէ ելի պատվաժան դա։ Ազգային ժողովի նախագահի Շանլակոտ լացիրակ արտահայտություններին եթերում պատասխանելուց հետո մեղադրյալի աթոռին հայտնված հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն մնալ կալանքի տակ ևս 3 ամիս։ Առաջին դատականիստին դատավորը բավարարեց դատախազի կալանքը երկարացնելու միջնորդությունն, ինչից հետո Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին։ Հայտարարում եմ անժամկետ հացադուլ եւ իմ պահանջը այս իրավունքը ոչ մեկ չասի չէ։ Թող չասեն նրանք, ովքեր կզում են, երբ որ իրաց վիթեթը վախ առնում իրաց բռնելու։ Ընդդիմադիր հաղորդավարներն իրենց հաղորդման եթերից հնչած արտահայտությունների համար արդեն երկրորդ անգամն են կանգնում դատարանի առջև։ 2 ամիս առաջ ազգային ժողովի նախագահն ընդդիմադիր հայացքներով հաղորդավարներին անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ նրանց հարցազրույցից հետո։ Ալեն Սիմոնյանը քննադատել էր Սերժ Սարգսյանին, հետո էլ վիրավորանքներ ուղղել հաղորդավարների հասցեին։ Նրանք էլ մեկ այլ հաղորդմամբ ավելի կոշտ ու վիրավորական հայհոյախառն արտահայտություններ էին հնչեցրել ազգային ժողովի նախագահի հասցեին։ Ալեն Սիմոնյանը շտապել էր բողոքել իրավապահներին։ Ես այսինքն քֆուր չտամ, ինձ վերջը վիրավորանքն ասա։ Սա ստորացում չի է։ Այդ խոտ բանի մեջ ու գրած է ստորացնելով անձանց ելել են։ Ու ես հայտնվեմ մեղադրյալի աթոռի։ Մեղադրյալի աթոռի չէ, Արմավիր քրեակատորողականի հիմնարկում։ Որ հոդվածով են անում։ Սրանից 2 օր հետո ազգային անվտանգության ծառայությունը վաղ առավոտյան ձերբակալել էր ընդդիմադիր հաղորդավարներին, քննչականն էլ մեղադրանք առաջադրել։ Իրավապահները սակայն նույն փութաջանությունը չդրսևորեցին Ալեն Սիմոնյանի դեպքում։ Ընդդիմադիր հաղորդավարներին ԱԱԾ ուժերով տնից դուրս էին բերել, ապա ձեռնաշղթաներով կռացած քարշ տվել դեպի ավտոմեքենաները։ Ես չեմ մոռանալու իմ նկատմամբ տեղի ունեցած այս ակնհայտ բացահայտ ապօրինի խայտարակությունը ուղեկցված իմ երեխեքին ահաբեկելով, իմ տուն մտնելով մնացած բաներ։ Առաջին դատականիստին մեղքը չընդունող Սաղաթելյանն ու Սամսոնյանը հայտարարեցին, դատվում են իրենց խոսքի համար։ Այս երկրում տեղի է ունենում խայտարակություն, անգամ Եվրոպայի խորհրդի հայտնի կառույցը, ամենաբարձր կառույցներից մեկն է Եվրոպայի լրագրողների մասին, այս իշխանություններին ասել է արագ մեզ պատասխանեք այս տղերքին, եք բռնել ու հնարավորինս արագ բաց թողեք այդ մարդկանց։ Չի կարելի խոսքի համար մարդուն տանել, փագել, հետնել, կալանավորել։ Դատախազ Հայկ Ավետյանը սակայն պահանջելով երկարացնել մեղադրյալների կալանքը պնդեց կամ բոլոր հիմքերը, որ ազատության մեջ նրանք նորից հանցագործություն կկատարեն, կփորձեն թաքնվել կամ էլ կազդեն վկաների վրա։ Հիմքը այդ ռիսկը առկա է եւ բարձր է այնքանով, որ Վազգեն Սաղաթելյանը ազատության մեջ մնալու պարագայում բնականաբար կփորձի միջոցներ ձեռնարկել, որպեսզի գործով ներգրաված վկան մասնավորապես ողջունության ցուցմունք է տվել այն իհարկե ցուցմունքը չհրապարակեն, բայց այդ ցուցմունքի բովանդակությունը առնվազն մեղադրական պաշտպանական կողմի դեմ է, այսինքն իրենց դեմը մեղադրյալների։ Դատախազը նաև ընդգծեց, Վազգեն Սաղաթելյանը Ռուսաստանի քաղաքացի է եւ եթե ազատ արձակվի, կա ռիսկ, որ կլքի երկիրը։ Սաղաթելյանը հակադարձեց։ Իմ համար ամոթալի է, որ ես փախնեմ այս երկրից, ես 8 տարի պայքարում եմ այս ամեն ինչի դեմ, գիտեմ այլն փախնում։ Դա բացառված բան է։ Մեղադրյալները պնդեցին, այդ մեկ վկան իր ցուցմունքում ընդգծել է, որ հաղորդումը չի նայել։ Ավելին, Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ քննչականը փորձել է իր դեմ ցուցմունքներ ստանալ իր գործընկերներից, ինչը սակայն ձախողել է։ Ստիպել են այդ տղերքին, որ մեր իմ դեմ, անձամբ իմ դեմ ցուցում։ Իր հերթին դատախազն ընդգծեց, որ 2 մեղադրյալները նախորդ քրեական գործի ժամանակ կալանքից ազատ արձակվելուց հետո նորից հանցանք գործեցին։ Հայկ Ավետյանը նկատի ուներ ավելի վաղ հարուցված մի գործ, որն էլի Իմնեմնիմի եթերում հնչեցրած արտահայտությունների հետքերով էր։ Նրանք սակայն այս գործով արդարացվել են, թեև դատախազության բողոքարկման արդյունքում որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։ Առաջին դատական նիստից առաջ Սամսոնյանի ու Սաղաթելյանի համախոհներն ու ընկերները նրանց նկարներով պաստառներով հավաքվել էին դատարանի բակում աջակցելու ճաղերի այն կողմ գտնվող փոդքասթերներին։